Համաշխարհային պատերազմի ժամանակ ճապոնական զորքերը Մանջուրիայում հսկայական թվով չինազի գերիներ ունեին։ Դե այդ գերիները պարզա լավ չէին պահում իրենց, փախուստի փորձեր, ըմբոսություններ, ինչևէ ապստամբության փորձեր եւ այլն եւ ճապոնական հրամանատարությունը դիմում է Տոկիո, թե թույլ տվեք ես գերիներին վերացնենք, որովհետեւ շատ էներգիա են մեզնից խլում։ Տոկիոյից պատասխան է գալիս, թե վաղը մեկը կգա եւ ինչ ասի կհետևեք նրա հրահանգներին։ Սրանք էլ սպասում են ինչ-որ մի բարձր զինվորական պաշտոնյա, բայց գալիս է մի ինտելիգենտ գիտնական, հոգեբան, որի անունը դժվար է հիշել եւ արտաբերել, բայց ինքը համարվում է կրեատիվ փոքրամասնության կամ ագրեսիվ փոքրամասնության տեսության հեղինակը։ Ուրեմն ես հոգեբանը գալիս է, շրջում է այդ ճամբարով, ուսումնասիրում է գերիներին եւ մի քանի ժամից հետո այդ տասնյակ հազարներից առանձնացնում է մի 100-150 հոգի, ասում է սրանց գնդակը հարեք, այն մնացածի վրայի շղթաները հանեք, իրանք նորմալ խելոք կպահեն իրենց մինչև վերջ։ Եվ տենց էլ եղավ, գնդակարում են մի 100-150 հոգի, մնացածը շատ խելոք հանդուրժեցին այդ գերությունը։ Ովքեր էին այդ 100-150 հոգին։ Դա ագրեսիվ փոքրամասնությունն է, դա այսինքն այն անհատներն են եղել, որոնք կարող են ինչ-որ մի բան կազմակերպել, ինչ-որ մի բան հրահարել, ինչ-որ մի գաղափար ծնել, գաղափարն իրագործել եւ հետևից ամբողջը տանել։ Եվ ամբողջը առանց այդ ագրեսիվ կամ կրեատիվ փոքրամասնության ընդհանրապես նախիր է, ոչ մի բանի ունակություն չունեցող մի նախիր մսագնդերի ինչ-որ մի հավաքածու։ Եվ այդ տասնյակ հազարավոր չինացիները շատ խելոք մնում են մինչև վերջ, պատերազմի վերջ, մինչև Վասիլևսկու զորքերի հասնելը եւ նրանց ազատագրվելը։ Հիմա ինչի համար եմ այս պատմությունը հիշում, խոսքը Սամվել Կարապետյանի մասին է։ Տեսեք, նա ունի, ասենք, X թվով ընտրազանգված, կես միլիոն, թե ավելի շատ, թե ավելի քիչ, իրականը դա չէ։ Այդ կես միլիոն ընտրազանգվածը դա ամորֆ մասսա է, անճար, որ ունի ցանկություններ, ունի ինչ-որ քաղաքական նախապատվություններ, բայց դրա իրականացման համար ով է պետք է այդ ագրեսիվ փոքրամասնությունը, որ նրանց առաջնորդի, նրանց տանի, նրանց բացատրի, կազմակերպի, համախմբի։ Եվ երեք ժողովարդապետ Փաշինյանը շատ հանճարեղ օպերացիա սկսեց, կալանավորելով Կարապետյանի այդ ագրեսիվ, կրեատիվ փոքրամասնության ազդեցիկ անդամներից մեկին, Արսուր Ավանեսյանին, Կանդազին։ Կանդազով էր, դա հեղինակավոր անձնավորություն էր, որը շատ մեծ գործ կաներ ըստ կազմակերպման ընտրական գործընթացներում Կարապետյանի համար, հիմա այդ մարդը չկա, հետևաբար այն Կանդազի այն մարդկային մասսան, որոնց հետ պետք է աշխատեր Կանդազը, այսօր փաստացի մատնված է անտերության։ Ես չգիտեմ, գուցեև Կանդազի դուբլն ունի Կարապետյանը։ Եթե ունի լավ է, եթե չէ, ուրեմն կարելի ասել, որ Կանդազի կալանքը նրան լուրջ վնաս բերեց։ Հիմա ընդունենք Սամվել Կարապետյանն ունի 100 կամ 200 հոկանոց գվարդիա, թիվը տեղյական չէ, էականն է նա, որ ինքն իր
թիմում ունի մի կրեատիվ փոքրամասնություն, որը աշխատելու է իր պոտենցիալ ընտրազանգվածի հետ, այդ կես միլիոնի հետ, ընդունենք։ Ընդունենք այդ թիվը 100 է, կամ 200, էականը դա չէ։ Ինչն է խանգարում ժողովարդապետ Փաշինյանին բոլորին փակի։ 2 ամիս տնային կալանքով կամ իսկական կալանքով կամ ավելի վատ բանով ինչ է անելու այդ դեպքում Կարապետյանը։ Կարապետյանն այդ դեպքում կհայտնվի ամենաաննախանձելի վիճակում, փաստորեն կկտրի կապը իր եւ իր պոտենցիալ ընտրազանգվածի միջև, որովհետեւ առանց այդ փոքրամասնության, առանց այդ կանդազի եւ այն մյուս 100 կանդազների, որոնք այսօր նա ունի, այդ նրա ընտրազանգվածը ոչ մի բանի ունակ չի լինի, ոչ մի բանի, դա կդառնա մի հատ խմորի պես, մի հատ ամորֆ մասսա, եւ չզամանակ, եթե Թատույան Հարմուշը կամ Սարգսյան Վարդուշը, Վազգենի աղբեր ավելի շատ ձայն հավաքեն։ Հետևաբար այս վտանգը կա Կարապետյանի համար, որը պետք է կանխել։ Կանխման ձևեր կա, օրինակ կարելի է ընդօրինակել Իրանի օրինակը։ Տեսեք, պատերազմի առաջի օրը հենց փետրվարի 28-ին ամերիկացիք սպանեցին մոտ 40 բարձրաստիճան իրանցի, այդ թվում երկրի գերագույն առաջնորդին, Գերշտաբի պետին, պաշտպանության նախարարին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարությունը մի օրում վերացավ։ Բայց պատերազմը շարունակեց, երկիրը կոլապսի ենթարկվեց, ինչու, որովհետև Իրանում շատ ունիկալ կառավարման մեխանիզմներ կան։ Առաջի դեմքը հեռանում է, եւ 2 րոպեից նրա պարտավորությունները ստանձնում են նրա դուբլը։ Եվ նրան պետք չի թեմայի մեջ մտնել, նա արդեն թեմայի մեջ է վաղուց։ Նրան պետք չի գործերին ծանոթանալ։ Նա ծանոթ է վաղուց։ Եվ կառավարումը, հատկապես զորքերի կառավարումը, պաշտպանության կազմակերպումը պատերազմի ժամանակ ընդհանրապես չտուրից։ Եվ ամերիկացիք զարմացել են, ասում են մենք ի զորը այդքան բան արեցինք, այդքան մարդ սպանեցինք, զուր էր մեր տանջանքը։ Կարելի է շատ արագ ուսումնասիրել Իրանի փորձը, այդ ճգնաժամային մենեջմենտի եւ հակառակ դեպքում շատ լուրջ խնդիրներ կունենա, շատ լուրջ։ 100 հոգին նորից եմ կրկնում, Փաշինյանի համար փակելը խնդիր չէ, ոչ մի դեսպան ծպտուն չի հանի։ Այս մարդը վաղը վեհապարին է պատրաստվում կալանավորել։ Անցան այն ժամանակները, երբ Սերժ Սարգսյանի օրոք կամ Քոչարյանի օրոք ինչ-որ Բարսեղյան Լևոն էին փակում լակոտության համար, ամենաշատը 3 ժամից ամերիկյան դեսպանն էր զանգում, թե վայ, բա մեր գրանտակերը, մեր դեմոկրատ տղին տալ է փակել եք այս կոմենքում, դե այս մարդիկ է ստիպված ասում էին, շուրջը հաճացնենք, ներում էին, բաց էին թողնում, չէ, ինչ-որ ես եմ ասում, արևմտյան կենտրոններում էլ են հասկանում, չէ, եւ նրանք են ուղղորդում Փաշինյան Նիկոլին։ Այն ինչ Փաշինյան Նիկոլն անում է, դա նրա խելքի բանը չէ։ Այդ կրեատիվ պրոգրամացիան տեսությունը նրանից շատ հեռու բան է, ինչպես եւ բոլոր տեսությունները։ Նրանց ամեն ինչը հրանգում է, նրան ուղղորդում են եւ նա անում է, եւ նա ճիշտ է անում իր իսկ փրկության համար։ Հետևաբար Սամվել Կարապետյանը պետք է շատ լուրջ մտածի այս մասին եւ միջոցներ ձեռնարկի։ Կարելի է խորհրդակցել Կարինե Գևորգյանի հետ, հիանալի իրանագետ է Մոսկվայում, որը հիանալի ներսից գիտի Իրանի ամեն ինչը։ Չէ՞ մարդիկ կան, որոնք կարողանան ուղղորդել, խորհուրդներ տալ եւ օգնել Կարապետյանին խուսափել ամենավատ ավարտից։
ասենք, ընդունենք Լեննականում Կարապետյանն ունի ինչ-որ մի առաջի դեմք, կուրատոր, ուրեմն նրան պարտադիր պետք է հենց այսօր կսել ևս երկուսին, ևս երկու դուբլ, որ այդ մարդու հետ մի բան պատահեց, այսինքն կալանավորվեց, առաջի դուբլը անցի գործի, առաջի դուբլը կալանավորվեց, երկրորդը շարունակի, եւ այսպես մինչև ամսի 7-ը, այլ տարբերակ չկա, ուրեմն ամփոփեմ, Փաշինյան Նիկոլին հրահանգված է չեզոքացնել իր ամենամեծ կոնկուրենտի կրեատիվ, այլ կերպ ասած ագրեսիվ փոքրամասնությունը, որպեսզի նա ինքնուրույն առանց որևէ այլ ջանքերի նա ինքը տապալվի ընտրություններում եւ ժողովարդապետ կոչվածը կարողանա վերարտադրվել։ Սա մեկ։ Երկրորդը Սամվել Կարապետյանը պետք է քաշ գիտակցի մի բան, որ իշխանության կորուստը Փաշինյանի համար ամենևին էլ իշխանության կորուստ Սարգսյանի համարը չէ, կամ Քոչարյանի համար, որոնք իշխանությունը հանձնել են եւ այսօր կարող են Երևանի սրճարաններում կոնյակ խմել կամ թե կամ սուրճ։ Նրա համար իշխանության կորուստը գերդաստանային ոչնչացում է նշանակում։ Մեկը պատկերացնում է դրա մահը, դրա սատկելը, փոշիացումը ցանկացողների թիվը։ Հուշեմ, 5000 զոհ ունեինք։ 5000 զոհ ունեցանք շնորհիվ սրա պայմանավորված պատերազմի։ Այդ 5000 երիտասարդում 10000 ծնող ունեն, մի 20000 տատ պապ ունեն, էդ էլ ունեն, ընդունենք տատ պապերը կեսը չկա մահացել են, արդեն եղավ 20000, այդ երեխեքը եղբայրներ քույրեր ունեին, քերիներ, հորեղբայրներ, մորխուրներ, հորխուրներ ունեին, նրանց տղաները կան, դե պատկերացրեք ինչ բազմահազար թշնամիների բանակ ունի Փաշինյանը, որոնց կյանքի հիմնական նպատակներից մեկը նրա ոչնչանալը տեսնելն է։ Պլյուս դրանց 120, ավելի չի 120, 150,000 հարաբաղցի, մի մասը դուրս եկավ Ադրուտից եւ որոշ շրջաններից 20 թվականի պատերազմից հետո այն 120,000-ը արդեն 23 թվականի այդ հայրենազրկման ժամանակ։ Պատկերացնում եք դա ինչ հզոր ուժ է։ Փաշինյանն ինչ ա որ այդ ուժին դիմանա։ Դե հիմա պատկերացրեք թե ինչ հասել է նրա համար իշխանության պահպանում։ Սա կյանքի մահի հարց է։ Բացի այդ, Փաշինյանն ունի վերադաս, իդեմս Դոնալդ Թրամփի, որը եթե կյանքում երկու նպատակ ունի, մեկը Պուտինի հանդեպ ռևանշն է։ Պուտինին պարտվել է գրեթե ամենտեղ։ Ասենք Վենեսուելայում լակոտություն արեց ինչ-որ մի նախագահի գողացավ տարավ, անձամբ Ռուսաստանը չտուժեց, ավելի շատ Չինաստանը տուժեց։ Պարտվում է Ուկրաինայում, պարտվում է խայտառակ Իրանում, ցուցվանգի մեջ է հայտնվել Թրամփը, չգիտի ոնց դուրս գա։ Մի հարված է մնացել նրան հասցնել, երբ Կիմ Չեն Ինի ավագ եղբայրները Վլադիմիր Վլադիմիրովիչը եւ Տավարիշին նրան խնդրեն մի փոքր բոքսել Հարավային Կորեային։ Եվ այդ գերտերությունը ուղղակի կփլոզի, արժի նրա գերտերության աշխարհաքաղաքական հեղինակությունը հողերին կհավասարվի։ Եվ ինչ է անում Թրամփը։ Նրան շատ արագ ռևանշ է պետք էֆեկտիվ։ Իսկ Հայաստանից լավ տարած չկա այդ ռևանշի համար։ Եվ Թուրան է կառուցում Հայաստանում սրա թրիպի միջոցով, որը ուղղված է Ռուսաստանի եւ Չինաստանի եւ իհարկե Իրանի դեմ։ Իսկ այդ Թուրանի կայացման համար նրան անհրաժեշտ է Փաշինյան Նիկոլը եւ ամերիկյան վարչակարգը ամեն ինչ կանի սրա վերարտադրության համար։ 900 ծովային հետևակ կա ամերիկյան դեսպանատանը, սա ինձ ասել է Վիկտոր Կրիվապուսկովը, որը դեսպանատան վերջի մարդը չէր։
դեր Քոչարյանի ժամանակներից։ Իսկ դա արդեն պատրաստի սպեսնալ է։ Ու գրեթե սպեսնալ է։ Այսօր այս թրիպի այս թղթերը ստորագրելուց հետո Սյունիքում վխտում ամերիկյան սպեսնազը նաև թուրքական ըստ որոշ տվյալների։ Այսինքն ամեն ինչ հնարավոր է այստեղ տեղի ունենալ։ Ամերիկացիք ամեն քայլի կդիմեն։ Էլ նեբեսնա սոտնյա շատ հավանական կլինի մեր մոտ իրականացնել դրա Կիևի այդ ավանտյուրան ամեն ինչ։ Այսօր Կարապետյանին պետք է իր էլեկտորատը, իր դրազանգվածը համախմբել իր կրեատիվ փոքրամասնության միջոցով, որպեսզի կեղծիքները հնարավորինս քիչ լինեն, որպեսզի մեկ այլ աշխարհաքաղաքական ուժային կենտրոն կարողանա նրան աջակցել, այնպես ինչպես աջակցում են սրան արևմուտքից։ Եթե 20-25%-ով ավարտի, եթե նրա արդյունքը չգերազանցի 25%-ը, հավատացեք իմաստը չի լինի ինչ-որ Մայդանի, ինչ-որ բանի այս կողմը, հնարավոր չի լինի էլի։ Նրան լուրջ արդյունք կա պետք մյուս ընդդիմադիրների հետ, եթե դրանք ընդդիմադիր են։ Հատկապես լուրջ կասկածներ ունեմ Ծառուկյանի վրա։ Դե Քոչարյանը սոլիդ մարդ է, իր խոսքը չի բանանի։ Իր խոսքին հավատարիմ կմնա, ինչու չես ասի ուստա Ծառուկյանի մասին։ Այսօր շատ դաժան ժամանակներ են սպասում եւ ամենակարևորը Կարապետյանը այսօր պարտավոր է զբաղվել իր թիմի իրանականացմամբ, Իրանի հսկայական փորձը կրկնօրինակելով, հակառակ դեպքում լուրջ պրոբլեմ կունենա, մենք էլ հետ է, և չի կարելի անտեսել նաև, իհարկե պետք է բոլոր զգուշության միջոցները ձեռնարկել չանտեսել։ Գիտեք, այսօր անտեսեք, ես ուշադիր լսել եմ Կանդազի գաղտնալսումը, ձայնագրությունը։ Ախր մարդը բան չի ասում, որ միկրոսկոպով է նայես, այնտեղ ոչ մի կրիմինալ չկա, հա մարդն ասում է, ընտրությունները կանցնեն, գործ է կլինի, փող է կլինի։ Ես էլ եմ ասում, ընտրություններից հետո ամեն ինչը լավ կլինի, եթե սա տապալվի։ Եթե սա տապալվեց, Սարհատը քաշեց գնաց Հայաստանը։ Իհարկե ամեն ինչ լավ կլինի։ Այնքան լավ կլինի, որ արդեն կարելի կլինի ռուսների հետ քննարկել Արցախի վերադարձի հարցը։ Ոչ թե արցախցիների վերադարձի, հենց անձամբ հենց իմեննոյ Սարոյա-Սեյրանի հակաջգանքի, իմեննոյ Արցախի վերադարձի հարցը կարելի է քննարկել։ Եվ այդ հարցում մենք ունենք լուրջ դաշնակիցներ։ Մեկը Ռուսաստանը, որի գրպանում է կադաստրային վկայական Արցախի և ողջ տարածաշրջանի, մյուսը Իրանը, որը Ադրբեջանին կարելի է համարել թշնամի պետություն։ Իրանը շատ բան կարող է ներել բոլորին, բայց չի ների, երբ թե հունիսյան պատերազմի ժամանակ, թե այս վերջի փետրվարի 28-ին մեկնարկած պատերազմի ժամանակ Ադրբեջանի տարածքը իսրայելական ավիացիան օգտագործել է, և դրա և փաստերը կան, և հազարամի վկայություն կա։ Այդ հարավային Ադրբեջան կոչվածը, որ Ալիև Էֆենդին իր հոր բոստանն է համարում, ռմբակոծվել է բացառապես Ադրբեջանի տարածքից։ Իսկ ավիացիան ասեղ չէ, որ պայես ու չերևա է, մանավանդ դարում։ Այսօր շատ բան կփոխվի այս երկրում։ Հուսամ իմ խոսքերն է որպես ընտրակաշառք կամ ես ինչ չեն ընկալի սրանք։ Բայց իրոք շատ բան կփոխվի, և իհարկե
ասածս վերաբերում է նաև Քոչարյանի թիմին։ Քոչարյանն է պետք է զգոնություն դրսևորի։ Շատ զգույշ պետք է լինեն։ Հեռախոսազրույցները պետք է նվազագույնի հասցվեն։ Որովհետև տեսնում ենք ինչ դարում ենք ապրում։ Այն ինչ սրանք են անում, Մյուլլերը գեստապոյի մտքով չէր ասում։ Ինչևէ, հուսանք ամեն ինչ լավ կլինի, իսկ ամեն ինչ լավ լինելու համար պետք է որ մարդիկ ճիշտ աշխատեն, հետևություններ անեն, չամաչեն դիմել լուրջ մասնագետների, ես նոր նշեցի մեկին, Կարինե Գևորգյան, տաղանդավոր կին է, Մոսվա բնակայ, խորհրդակցեն և մինչև ամսի 7-ը մինիմալ կորուստներով կարողանան քվեարկությանը մասնակցել և տեսնենք, թե ինչ կլինի։ Այսքանը։